Բարև ձեզ Սիմոնյան Post YouTube-յան ալիքի հարգելի հետևորդներ, այսօր զրուցելու եմ ազգային ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Արա Պապյանի հետ, բայց մինչև մեր զրույցը սկսելը, խնդրում եմ բաժանորդագրվել ալիքին, հավանել այս տեսանյութը, գրել մեկնաբանություններ եւ առհասարակ ակտիվ լինել ալիքում։ Բարև ձեզ պարոն Պապյան։ Բարև ձեզ։ Առաջին հարցը, որ ուզում եմ տալ, կապված է բևեռի մասնակցության հետ ընտրություններին, կարծեմ դեռևս հայտարարություն չի եղել, ես ամենայն դեպս չեմ պատահել։ Ինչ որոշում ունեք, մասնակցելու եք ընտրություններին, եթե այո առանձին, թե դաշինքով, խնդրում եմ մի քիչ մանրամասնեք։ Դեռևս հայտարարություն չի եղել, որտեղ վերջնական որոշում չունենք, քննարկումների փուլի մեջ ենք եւ մասնակցության բնականաբար, եթե մասնակցենք, նաև մասնակցության ձևի մասին կհայտարարվի։ Պարոն Պապյան, վերջերս Նիկոլ Փաշինյանը մի հայտարարություն արեց, որ ցեղասպանության թանգարանի տնօրենը փաստորեն Հայաստանի արտաքին քաղաքականությանը դեմ է գնացել J.D. Vance-ին գիրք նվիրելով, որը ըստ էության Արցախյան շարժման մասին է եղել։ Դուք դիվանագետ եք, արդյոք պետական պաշտոնյաները կարող են իրենց նման բան թույլ տալ, թե ոչ։ Նախ ուզում եմ ասել, որ ցեղասպանության թանգարանի տնօրենը պետական պաշտոնյա չի։ Այն հետազոտական ինստիտուտ թանգարանի տնօրեն է, հետո ինչ որ ֆինանսավորում է պետության կողմից, կա ակադեմիական ազատություն, սա առաջինը։ Երկրորդը է արդեն նախկին տնօրենը, դա առաջին անգամ չէ, մշտապես 100-ից ավել անգամներ գրքերը նվիրել, այդ թվում այդ գիրքը։ Եվ այդ գիրքը բնավ Արցախյան շարժման մասին չէ, որ կեղծ ներկայացվում է, այդ գիրքը Ամերիկայի, իսկն Միացյալ Նահանգների պատմության վերաբերյալ գիրք է, այդ գիրքը ժողովածու է 1905-ից 21 թվականին ամերիկյան մամուլում, Կովկասում եւ այլուրեք թաթարական ջարդերի մասին հայերի նկատմամբ։ Իդեպ ասեմ, որ այդ գրքի նախաբանի հեղինակը ես եմ, իսկ գիրքը կազմել է մեր լավագույն հետազոտողներից մեկը Արա Քետիպյանը, եւ այդ հսկայածավալ աշխատանքը արվել է առանց որևէ աջակցության եւ մարդկանց ոնց որ ասած նվիրատվություններով։ Հետևաբար ոչինչ չի խախտվել, որտեղ ամբողջը նույնն է եղել, որևէ նոր հրահանգ չի եղել, որ գիտեք չտակ եւ այլն, նախապես գրքերի ցանկը եւ մանրամասները քննարկվել եւ համաձայնեցվել է Միացյալ Նահանգների կողմից այդ պատվիրակությամբ եւ այլն։ Սա պայմանավորված է Նիկոլ Փաշինյանի ուրացման, լայն առումով ուրացման քաղաքականությամբ եւ վերջին շրջանում բնականաբար Ալիևի ճնշման մեծացմամբ Նիկոլ Փաշինյանի վրա եւ նա փորձում է վերաձևել եւ վերաստեղծել ոչ միայն հայոց ապագան, այլ նաեւ հայոց անցյալը, որ անընդունելի է։ Եվ անկախ նրանից ինչպիսին է այսօր Հայաստանի քաղաքականությունը Արցախի նկատմամբ, պատմությունը մնում է անփոփոխ։ Այսինքն ամերիկյան մամուլի հրատարակությունները ինչ որ պատմական իրադարձությունների վերաբերյալ, եւ սա կրկնում եմ, իրենց կողմից է ավելի քաղաքականացված, քան էության մեջ։ Այո։ Եվ մյուս հայտարարությունն էլ եկեղեցու մասին էր, պարոն Պապյան ասում է եկեղեցում Արցախի հանրապետության անունն է հնչեցվում եւ դա պատերազմի կոչ է։ Արդյոք կարող է որևէ եկեղեցու գործունեություն համարվել պետական քաղաքականություն եւ պատերազմի կոչ։ Եկեղեցին ազատ է, ինչպես ամեն մի կառույց, որը պետական կառույց չի, խոսել այն ամենի մասին, ինչի մասին ինքը ուզում է։ Անկամ պատերազմի կոչ անել։ Անկամ պատերազմի կոչ անել։ Դա իրենց իրավունքն է։ Բայց դա պատերազմի կոչ չէ հնչեցնել Արցախի հանրապետության անունը։ Ես դեմ եմ Արցախի հանրապետության ձևակերպմանը եւ բազմիցս տարիների վեր խոսել եմ, որտեղ Արցախի հանրապետությունը չեմ համարում իրավական գոյություն ունեցող մարմին, այն համարում եմ իրավական տեսանկյունից միջազգային Հայաստանի հանրապետության մաս, բայց դա առանձին հարց է։ Հիմա
իրենք ում անունը կտան, Արցախի հանրապետության անունը կտան, Բուրկինա Ֆասոյի անունը կտան, թե ինչ կտան, դա իրենց իրավունքն է։ Իրավունք չունի Նիկոլ Փաշինյանը վերահսկելու, թե ով ինչ է ասում իր պատարակի կամ ելույթի ժամանակ։ Կրկնում եմ, իր կարգավիճակով եկեղեցին չի հանդիսանում պետության մաս եւ հստակորեն տարանջատված է, սա մեկ։ Մյուսը, եթե Նիկոլ Փաշինյանը գոնե շատ թեթև անդրադարձ ունենար Կովկասի եւ Ադրբեջանի մուսուլմանների առաջնորդ Փաշազադեի բազմիցս հնչեցած ուղղակի պատերազմական կոչերին, որ Հայաստանը դա արևմտյան Ադրբեջան է, որ մենք վերադարձնելու ենք մեր հողերը, սա ուզում եմ հատուկ շեշտել, ոչ թե մենք վերադառնալու ենք, ոչ թե վերականգնելու ենք մեր պատմական ժողովը, որ մենք վերադարձնելու ենք մեր հողերը, եւ սահմանադրությամբ Նիկոլ Փաշինյանը որպես Հայաստանի տարածքային ամբողջականության երաշխավոր պարտավոր էր դրան արձագանքել, որտեղ ոտնձգություն է Հայաստանի Հանրապետության դեմ։ Այդ ամբողջը չի արել, հիմա ասում է պատարակի ժամանակ Արցախի Հանրապետության անունն են տվել։ Սա մի շարք նպատակներ ունի, առաջինը իհարկե գցնել Ալիևին եւ այն սխալ ենթադրության վրա, որ իբր Ալիև իր քաղաքականությունը կառուցում է մեր քաղաքականությամբ առավել եւս, սա քաղաքականություն էլ չէ, Հայաստանի հասարակական դաշտում հնչեցված մտքերով։ Լսեք, եթե Ալիևը ուզենա հարձակվել Հայաստանի վրա, ինքը հազար ու մի պատճառ կգտնի դա անելու համար կամ պատրվակ ավելի ճիշտ։ Ինքը այդ ամբողջը կգտնի, ինքը, ինչպես հիմա է անում, կդնի Հայաստանի իշխանությունների առջև հերթական պահանջը բնականաբար անհնարին կլինի կատարել, դա կդառնա, որը ի վերջո այդպես էլ լինելու է, որը կդառնա պատերազմի պատրվակ, որովհետև մենք երբ որ նայում ենք եւ հասարակական դաշտում Ադրբեջանի ձևավորվող տրամադրություններին եւ գնվող զինատեսակներին եւ քանակությանը եւ աճող բյուջեին ի տարբերություն, ասենք Հայաստանի ռազմական բյուջեի կրճատման, ինչպես նաեւ մենք հենց վերջի լուրը այն էր, որ իրենց ռազմական ակադեմիայում հատուկ դասընթացներ ա բացվել հայերենի ուսուցման, այսինքն Հայաստանի տարածքը հստակ ռազմական գործողությունների թատերաբեմ է անկալ, որտեղ անգամ Արցախի պատերազմի ժամանակ լեզուն ուսուցանում էին ոչ ռազմական, ասենք, կառույցներում, համալսարաններում եւ այլն։ Հիմա դա հստակ է։ Հետևաբար էլի սա Նիկոլ Փաշինյանի հերթական ենթադրություններն է, կամ այլ ճիշտ աղավաղումներն է իրականության ընկալման, որ ուզում է ինքը հասարակությանը հրամցնի որպես իրականություն։ Այո։ Ալիևին ուղղված քծնանքի մասին խոսեցիք Փաշինյանի կողմից։ Վերջերս Հայաստանի Հանրապետությունը աջակցություն էր հայտնել Ադրբեջանին եւ ըստ էության դատապարտել էր Իրանի կողմից ենթադրաբար ինչ-որ հարվածներ Նախիջևանի օդանավակայանին, որը Իրանը հերքում է։ Սա դիվանագիտական առումով ինչ հետևանքներ կունենա Հայաստանի համար ձեր կարծիքով։ Ձեզ դրեք Իրանի ղեկավարության տեղը եւ մտածեք, ինչպես կընկալեք այս լուրը, երբ որ այսինքն ձեր օգնականը այս լուրը բերի դնի ձեր սեղանին եւ դուք կարդաք, որ Հայաստան նման բան։ Բնականաբար հիմա ձայն չի անի Իրանը, որովհետեւ վիճակը խառն է, ոնց որ ասած, այդ կարևորագույն հարցը չի, առաջնահերթություն չի, բայց սա մնալու է, չէ՞, վիրավորանք իրանց ներսում։ Եվ պատասխանը չի ուշանալու, ասեմ ձեզ։ Գիտեք, երբ որ կարդում եք մեր 5-րդ դարի պատմիչներին, հատկապես Եղիշեին, ինքը, երբ որ խոսում է պարսիկների մասին, ինքը բնութագրում է հետևյալ ձև. նենք պարսիկներ։ Եկեք ընդունենք այդ հիշաչարությունն ու նենգությունը, դեպս արտաքին բարությանը մնալու է եւ կա։ Եվ կա։ Մենք այսօր Պարսկաստանի Իրանի հետ ունենք բարիդրացիական հարաբերություններ, որովհետև դա բխում է երկուստեք շահերից, դա շահերի վրա խարսխված, ոչ թե արժեքային համակարգի, այլ շահերի վրա խարսխված համագործակցություն է, բայց երբ որ դու բացահայտ ցույց ես տալի, որ այս շահերն էլ ընդհանուր չեն,
բնականաբար դու քանդում ես այդ կարևոր, մեզ համար կարևոր, ճիշտ է, ոչ ամենակարևոր, բայց շատ կարևոր հարաբերությունները Իրանի հետ։ Այո։ Պարոն Պապյան, իշխանությունները գրեթե ամենօրյա ռեժիմով խոսում են հյուսիսից հիբրիդային պատերազմի մասին, այդ մասին խոսում են նաև եվրոպական որոշակի պաշտոնյաներ եւ ասում են, որ նույնիսկ Ռուսաստանից ընտրողներ են գալու Հայաստան, որպեսզի մասնակցեն Հայաստանի ընտրություններին։ Դուք հավատում եք այս լուրերին։ Գիտեք, ինչու նույնիսկ Ռուսաստանից։ Ես լսել եմ, որ տարբեր մարդիկ գալու են, Ֆրանսիայից են գալու, Ամերիկայից են գալու, բնականաբար նաև Ռուսաստանից են գալու։ Այսինքն դա այդ մարդկանց սահմանադրական իրավունքն է գալ եւ մասնակցել ընտրություններին։ Եթե խոսքը վերաբերում է այն մասին, որ դա իբր կազմակերպած պիտի լինի Ռուսաստանի պետության կառույցների կողմից կամ չգիտեմ տարբեր այլ կառույցների կողմից, հարց չկա, թող դա ապացուցեն օրենքով ընդունված կարգով, ոչ թե հայտարարություններով, մեղավորներին պատժեն եւ ինչ ասեմ, այդպես իրականանա արդարադատությունը։ Ես առ այսօր բացի իշխանության սպասարկու Իոնիսյանի հայտարարություններից որևէ փաստ չեմ տեսել։ Գիտեք, ինչ որ բաներ է ասվում, որ ավտոբուսներ են վարձակալելու 80,000-ի մասին են ասում։ Իրենք հաշվարկել են 80,000 մարդ տեղափոխել լրացուցիչ փաստորեն, այն ինչ որ միշտ գալիս են Հայաստան, քանի ավտոբուսի եւ քանի լրացուցիչ թռիչքի կարիք ունի։ Տեսնենք հիմա կգան այդ օրերը, կտեսնենք լրացուցիչ, սա ուզում եմ շեշտել, լրացուցիչ քանի ավտոբուսի եւ ինքնաթիռի եւ տեղեցել բան կանենք, կհաշվարկենք, բայց նորից եմ կրկնում, եթե մարդը գալիս է իր կամքով, իր կամավորությամբ մասնակցելու իր ընտրությունների, դա նրա սահմանադրական իրավունքն է։ Հետո նաև հիշեցնեմ ձեզ, որ Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ Ռուսաստանից եկողների մեծ մասը մեր օգտին է քվեարկելու։ Առավել եւս, ուրեմն բան չկա, անհանգստանալու կարիք չկա։ Եթե ընդունելի է գալը եւ ձեր օգտին քվեարկելու, որևէ խնդիր չկա։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նոր սահմանադրությունում, որը Սրբույի Գալյանը ասել էր, որ մարտին պատրաստ կլինի տեքստը, անկախության հռչակագրին հղում չի լինելու։ Ձեր կարծիքով, եթե սա դրվի հանրաքվեի, ինչ արդյունք կստանա, կանցնե սահմանադրությունը։ Ես ուզում եմ շեշտել, որ տարիներ առաջ, այսպես կոչված, երբ որ քննարկում էր խաղաղության համաձայնագրի ստորագրման հարցը եւ այդ 18 կետը, ես այն ժամանակ էլ ասեցի, թեև Նիկոլ Փաշինյանն ասում էր, բացառվում է սահմանադրության փոփոխության հարցը, դա մեր ներքին հարցն է, մենք ոնց որ ասած իրենց հրահանգով չենք անի, ավելին ասում են եւ Արադ Միրզանել, որ իրենց սահմանադրության մեջ եւ ոտնձգության, այսինքն հիմքեր կան Հայաստան, իրենք էլ պիտի փոխեն եւ այլն, եւ ինչպես միշտ լինում է, երկար խոսացին, վերջը բոլոր պայմաններն էլ հերթով ընդունեցին։ Սա ուզում եմ հատուկ շեշտել, որ այս փոփոխությունը վստահաբար եւ դա էլի հերթական անգամ Ալիևի Բերանով ամրագրեց, արվում է Ադրբեջանի պահանջով։ Հիմա Նիկոլ Փաշինյանն ասում է Հայաստանը երբևէ այսքան ինքնիշխան չի եղել, որքան հիմա։ Եթե դու քո սահմանադրությունը փոխում ես հարևանիդ, անգամ չեմ ասում թշնամուդ, հրահանգով, դա հենց խոսում այն մասին, որ դու ինքնիշխան չես։ Ավելին, դու քո երկրում անգամ քո տունը եկածուրին գիրք տալու ինքնիշխանություն չունես այլևս, որտեղ դու մտածում ես, այ ես որ գիրքը տամ, ինքը ինչ պիտի մտածի դրա մասին եւ ինչ արձագանք պիտի լինի։ Արդեն նշանակում է դու ինքնիշխան չես, որտեղ նա է որոշում, նրա կամքն է թելադրում քեզ քո վարքը։ Հիմա կախում ունի ինչքան է խախտելու։ Նախ մի մասը ոնց որ ասած այդ ուտը ուտելու է, որովհետեւ ինչպես է խնդիրը ներկայացնում, որ իբր թե արկայությունը, այդ հղման արկայությունը պատերազմ է բերում, իսկ այ որ էսի հանենք այս հղումը, պատերազմ չի լինի, սուտ է։
Ոչ հղումն է պատերազմ բերում, ոչ էլ դրա հանելն է կանխելու պատերազմ։ Կրկնում եմ, պատերազմները լինում են կամ չեն լինում ռազմա քաղաքական հավասարակշռությամբ, արկայությամբ կամ բացակայությամբ։ Այն որ Ադրբեջանը գնալով ռազմական կարողություններ հզորացնում է, դա միանշանակ պատերազմի ճանապարհ է։ Հիմա նաև ակնհայտ է, որ բացի այդ խաբեությունները, որ կատարվում է, խախտումներ ա լինելու։ Ինչու՞։ Որտեղ արդեն իսկ հիմա խախտումներ են կատարվում։ Հայաստանի ընտրական օրենսգիրքը միանշանակ է։ Ընտրաշրջանը կարող է սկսել այն բանից հետո, երբ որ բոլոր հավակնորդ քաղաքական ուժերը արդեն պաշտոնապես գրանցվել են։ Իսկ պիտի բոլորը գրանցվեն, որ բոլորը հավասարապես սկսեն։ Գրանցումները ավարտվում է ընտրություններից 40 օր առաջ։ Տվյալ դեպքում ապրիլ 23-ին, այսինքն ընտրապայքարը կարող էր սկսել ապրիլ 24-ից, բայց մենք տեսնում ենք, չէ, Նիկոլ Փաշինյանը պետական միջոցներով եւ պետության անունից խոստումներ տալով ընտրապայքար է սկսել։ Իդեպ դա արձանագրեց նաև Արադ Միրզոյանը, հենց օգտագործելով ընտրապայքար բառը։ Նիկոլ Փաշինյանը դե ավելի խորամանկ է եւ մեծ փորձ ունի խաբեությամբ, ասում է, սա ներկուսակցական պրայմերիս է, այսինքն նախընտրություններ, բայց մենք հասկանում ենք, չէ, ներկուսակցականը դու կուսակցականների հետ ես հանդիպում եւ ոչ թե գնում ես փողոցում տարբեր պատահական մարդկանց հանդիպում եւ մտնում պատահական խանութներ, որտեղ դու հաստատապես չես կարող իմանալ այդ խանութի աշխատողը կամ տերը ԿՊԱ-ական է թե ոչ։ Նշանակ սա արդեն ներկուսակցական չի։ Այսինքն, եթե մենք հիմա տեսնում ենք այդ ակրհայտ խախտումները կան եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի կանխում դա, նշանակում է, իսկ ինչի պիտի կանխի հետո, երբ որ այդքան ակնհայտ չեն լինելու խախտումները, որովհետեւ սա բացահայտ է գոնե, իսկ այն կակից են անելու, դե հետո ասելու են ապացուցեք, իսկ այդ ապացուցել ինքնին բարդ է, ժամանակ չկա, ռեսուրս չկա եւ այլն։ Դրա համար ես վստահ եմ, որ ուղեկցվելու են մեծ խախտումներով, բացի խաբեությունը, եւ դրանից կախված կլինի ընդհանրապես այս հանրաքվեի եւ ընտրությունների ելքը։ Իսկ ինչ ազդեցություն կունենան ըստ ձեզ ընտրությունների վրա Ադրբեջանը եւ Թուրքիան, որտեղ Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը ոչ ուղղակի կերպով, բայց աջակցություն էր հայտնել Նիկոլ Փաշինյանին եւ ըստ էության նաեւ ասել էր, որ Թուրքիայի համար նպատակահարմար է, որ հենց նա ընտրվի։ Ճիշտ է ասել, որ նպատակահարմար է, որտեղ Նիկոլ Փաշինյանը իրականացնում է այն քաղաքականությունը, ինչ 100 տարի Օսմանյան կայսրությունը, Թուրքիան եւ այլը ցկտում են։ Այսինքն թուրքերը չէին էլ կարող երազել, իսկ մեր մղձավանջի մեջ չէր կարող լինել այն պատկերացումը, որ մի օր Հայաստանի իշխանությունը նման քաղաքականություն կիրականացնի։ Տեսեք, սրանով հանդերձ մենք չենք տեսնում Թուրքիայի կողմից էական զիջումներ Հայաստանին, որպիսի Նիկոլ Փաշինյանը կարողանար այդ քայլը ծախել որպես հաջողություն ժողովրդի վրա, մասնավորապես։ Քանի տարի է խոսում է հայ-թուրքական սահմանի բացման մասին, մենք տեսնում ենք ոնց խոսում են, այդպես կա, նույնն է, ոչինչ չի փոխվել։ Անկամ երրորդ երկրի դա ով պետք է լինի, ադրբեջանցիները, ռուսները, վրացիները, այսինքն իրենց քաղաքացիների համար, ասենք Մարգարայի անցնակետով անցնում։ Մենք չենք տեսնում նաև գոնե բանավոր հայտարարություն, որ կօգտագործվի երաց Գյումրի կարս երկաթուղին։ Ընդհակառակը մենք տեսնում ենք Նախիջևանի կարս երկաթուղու կառուցումը, որը ըստ էության ոչինչ է դարձնում Հայաստանի համար թռիփի ուղին։ Հիմա այո, օգնում է, եւ գիտեք ինչ կարող է օգնել։ Երբ որ Ալիևը զգա, որ Նիկոլ Փաշինյանի դիրքերը սասանվում են Հայաստան, նա սահմանի վրա կհրահրի բախումներ եւ Նիկոլ Փաշինյանը սա կմեկնաբանի, ոնց որ սիրում է, տեսեք, սա ընդդիմության սադրանքի հետևանք է, որտեղ իրենք պատերազմի կոչ են անում, երբ որ խոսում են Արցախից, երբ որ խոսում են մեր իրավունքներից, չգիտեմ, գերիներից, հուշարձաններից եւ այլն, եւ տեսեք, պատերազմի վտանգ կա։ Եվ բնականաբար, երբ որ դու հանդիսանում ես պատերազմի
մանրավաճառ, հին բառով ասող փերեզակ, չարչի, դու վախացնելու ես ժողովրդին։ Ոչ մի ժողովուրդ պատերազմ թե խաղաղության ընտրության մեջ պատերազմը չի ընտրել։ Իհարկե, դա իրականության հետ կապ չունի, բայց քարոզչական առումով դա բավականին ուժեղ փաստարկ է։ Առավել եւս, եթե կրկնում եմ, ուժեղացվի Ադրբեջանի որոշ գործողություններով, այսինքն վախը ուժեղացնեն։ Եվ դրա համար այդ համագործակցությունը կա։ Բայց իրական քաղաքականությունը իհարկե Հայաստանի նկատմամբ, իրական շատ դաժան քաղաքականությունը սկսելու է, եթե Նիկոլ Փաշինյանը ընտրություններում հաղթի, եւ այլևս ոչ Թուրքիան, ոչ Ադրբեջանը այս խորամանկություններն ու սեթևեթանքները քաղաքական անելու կարիք չունենան։ Իրենք կդնեն բացահայտ հարցը, մասնավորապես արդեն խոսում են 600,000, եթե առաջ 300,000 էին խոսում, 600,000 ադրբեջանցիների վերադարձի մասին, կխոսեն 150 միլիարդ առնվազն դոլարի ռազմատուգանքների մասին, կխոսեն 269 մզկիթների վերակառուցման մասին Հայաստանի Հանրապետությունում, որ հիմա խոսում են, ասում են, կրկնում են, պաշտոնապես են խոսում, նույն Ալիևն է խոսում, բայց գոնե ուղղակի Հայաստանի առջև մի մասը դրված է, մի մասը դրված չի։ Դրա համար թող ժողովուրդը ինքը մտածի, ուզում է բախվի այդ լրջագույն խնդիրներին, որտեղ խնդիրն արդեն Արցախի հարցը չի։ Խնդիրն արդեն Հայաստանի պետականության ինքնիշխանության հարցը չի, որ այս ամբողջ արդեն տվել է Նիկոլ Փաշինյան։ Խնդիրը պարզ գոյութենական հարց է։ Արդյոք հայ ժողովուրդը հնարավորություն կունենա ապրելու այս հողակտորի վրա, անունն էլ չեմ տալի, ինչա կոչվել, որտեղ էլ չգիտեն։ Ուղղակի ապրելու հնարավորություն կունենա, թե պիտի դառնա ազգովին կամ գաղթական, որտեղ գալու են լցվել, կամ ամեն օրվա բախումներ ունենալու կենցաղային քաղաքական եւ այլ հողի վրա, որովհետեւ իհարկե 600,000 չակում են 600,000 չի գա, բայց այն անգամ 20, 30, 50,000-ը որ գա, դրանք խաղաղ բնակիչներ չեն լինելու։ Դրանք բանտերից արձակված հանցագործներ, հակահայկական տրամադրություններով սրսկված տարբեր մարդիկ է լինել ատելությամբ լցված եւ իրենց խնդիրն է լինելու հրահարել ներքին բախումներ, որը պատերազմ հանդիսանա Ադրբեջանի համար զորք մցնելու սովետական Հայաստանի տարածք։ Այո։ Հետևենք պրոցեսներին, շնորհակալ եմ պարոն Պապյան այս զրույցի համար, իսկ մեր հեռուստադիտողներին էլ խնդրում եմ բաժանորդագրվել այս ալիքին, հավանել այս տեսանյութը եւ գրել մեկնաբանություն։ Շնորհակալություն։ Խնդրեմ։